Հակա։ Անցի պապ, ես կփագեմ։ Վիտամինները առողջելն եք ուտեք։ Որտեղ դնեմ։ Ստե դիր։ Սիվան դատի, կամտեղի։ Չէ, մերսի, մենք չենք ուտում, կնստենք մի քիչ ձեր կզրուցենք ու կգնանք։ Բայց պարբերաբար մենք ձեզ մոտ գալու ենք։ Լալսի, երեք ինչ եմ արել է, պիտի ես բանը սենց կախեի, կեն մետարը ուղը է։ Պապի ջան, էդ ես ակ խոսանք, հիմա նայեք, մենք ձեզ վիդեո ենք անում, որ լիքը բարի մարդիկ տեսնեն, կան ձեզ օգնեն, այս պայմաններից ձեզ հանեն։ Ահա որ վատ վիճակում է ձեր տունը, պատուհանները դեր ցելոֆաններ ա դրած, չունեք լույս, չունեք գազ, ոչ մի բան չունեք։ Մի հատ էս վերևներն եք արել։ Ես էլ մաքրել եմ, որ պեն անեի, ինչ անեմ, մի չեքեմ ռեմոնտ անեմ, Հա։ երևում է։ Մենք ձեզ կօգնենք, այդ ռեմոնտում եք կօգնենք, ամեն ձեր կօգնենք։ Ուզում եմ ասեմ բանը, այդ ռնջերի տղադատավորը էտեր չի թողացել, գորգից ազատել այն։ Ոչինչ, ամեն ինչ լավ կլինի։ Տեր չունեմ, մրիտեր։ Ունեք, համարեք է, որ ձեր տղան են, ձեր մորնիկն են, ամեն ինչն են ձեր։ Հələ մի րոպե ես կել, մի նկար կար ցույցը, հա, հենա։ Տեսնում ես, էսի ես այս պիտի կախեի լոշիքս, հենա պրովում կոմպանը, Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Հիմա ես գտնվում եմ Գայի պողոտա երկրորդ շենք 58 բնակարանում։ Պապիկի մոտ եմ։ Մենք իրան բերել ենք լրիվ վիտամիններով հարուստ սնունդ, ունեն սնունդ, որ ինքը չպատրաստի, այսինքն ինքը չունի գազ, չունի լույս, ոչ մի բան չունի, որ կարողանա պատրաստի։ Հիմա ձեզ կխնդրեմ ուղղակի այս լայվը լավ տարածեք, ինչքան բարերար կա, այս մարդուն փորձեն օգնել։ Ամեն ինչով, ինքը ունի ամեն ինչի կարիք, նույնիսկ հեռախոսի կարիք ունի։ Հեռախոսը չնայած մենք կբերենք։ Մնացածը արդեն մեր բարերարների հայեցողության տակ ենք թողնում։ Պապի ջան, ուզում եք երկու բան էլ դուք ասեք։ ով է։ Բոլորը նայում են ձեզ։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Նիկոլին, որ Նիկոլը մի միլիոն մարդկանց մահից ազատեց, այդքան բան։ Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա ծնվել է իսկական սուրբ օջախում, հայի օջախում։ Տեսնում ես, հեսա որ չիներ այս մարդուն ես պիտի երեք տանեի նկարը եղերնի, չեն թողացել ինձ։ Ինչ չեն թողացել։ Ասեցի խնդրում եմ Մելիցա Անտոնստի մեքենայիդ փողը ես կտամ։ Էդ էլ չեն արել։ Ասում են, չէ, օրենք է, այդ հիվանդությունը ինչ է, ասեմ ինձ ելնի, թող ինձ ելնի, ասել եմ։ Ճիշտ եք արել։ Ճիշտ չեմ ասում։ Ասում եմ ինչ ելնի, թող ինձ ելնի։ Երիտասարդա թող լավ ապրի, լավ աշխատի։ Մեկ էլ ձեզ մի խնդրանք, մենք ձեր համար բերել ենք նաև ձեռնոց, ալկոգել, դիմակ, դուք այդ դիմակը կդնեք, ձեռնոցները կհակնեք, նոր տանես դուս կգացեք։ Իրան հայրական օջախը թող սրբավայրն է, իմ կողմից եմ ցանկանում։ Նիկոլի օջախը թող սրբավայրն է, բոլորի համար օրինակ կլինի։ Նիկոլը փրկեց միլիոնավոր, հազարավոր երիտասարդի կյանք։
որ կարողացավ հաղթի, այդ հաղթելը մեծ նշանակություն ունի հասկացող մարդու համար, եթե ուսերի վրա գլուխ կա, եթե նա մարդ հածնվել, եթե նա ազգի մեկի մի մազին կպնում են, նա պիտի կյանքը տա, լավ պրեզիդենտը հետը, պետք է աչքերը բացես, Շատ մերսի։ Ստալինը ոնց է Կրեմլից տեսնում է Երևանին չէ կատարում, բայց իրանք չեն տեսնում ինձ, 100 անգամ սպանում են, ասում չեն, բա այդ մարդուն խի եք սպանում, ինչ է արել, մի հանցակ ճարեք ինձ վրա, տարեք կորցրեք, Չէ, ոչ մեկ էլ ձեզ չի կորցնի, ինչքան էլ մարդ կա, ձեզ փորձել են օգնել։ ամեն ինչս մաքուր է, մանկությունից հիմա շատ բաներ կա խոսալու, շատ կներեք, բայց բոլորի ցանկանում եմ ուրախ տարի, առողջություն, բոլոր ժողովրդին, հայ ազգը աշխարհով մեկ ծրվածը, թող այդ հարցը լուծեն, 40 տարի Լենինը նվեր ա տվել ամբողջ Հայաստանը Թուրքիային, բնաջնջել է 2 միլիոն հայի, բա մեկը ասում չի, այդ հարցը ով պիտի լուծի, այդ հարցն էլ լուծեք, Մի հուզվեք, պապի ջան։ Կյանքիդ մեռնեմ, Նիկոլ, մորոդ կաթի մեռնեմ, ոտերը Մի հուզվեք, դվանամ, մի ջուրը հուզվեք, նորմալ է։ խմեմ, բա ես երեխայի պես լաց եմ եղել, Սիրելիներս, եթե ինչ-որ մեկը կցանկանա պապիկին օգնել, կարող եք ինձ գրել իմ անձնական սայթին կամ մեր կլինիկայի սայթին գրեք, մենք բոլոր տվյալները մանրամասն կբացատրենք։ Շատ վատ պայմաններում ա գտնվում։ Ես չէի ուզում ընդհանրապես լայվ անեմ կամ վիդեո անեմ կամ նկարվեմ պապիկի հետ, որ ինչ-որ չմտածեն, որ PR-ա կամ չգիտեմ ինչա։ Պրոստը այս պայմանները տենալով չեմ կարա չնկարեմ ու մարդիկ չտեսնեն, չօգնեն, հաստատ շատ ունի կարիք։ Խնդրում եմ տարածեք այս լայվը, հուսով եմ լավ կլինի ամեն ինչ։ Մերսի, հաջողություն ձեզ։